Pirochan, Palavri Pirochan, Panichan, Asfas Polisorshna. Ուղղակի ուզում եմ առաջի կետվերական տաղանդել վրացումները, էցի կերպարով խոսեց։ Այսօր իրոք մարդկությունը հակված է մեկ մտքի վրա, ուզում է լսել, որ Աստված իրեն սիրում է, Աստված իրեն ներում է, բայց այսօր կա երկրորդ կողմը, Պողոս առաքյալը հետևյալն է ասում. Գիտեմ ում եմ հավատացել և համոզված եմ, որ իմ ավանդը կպահեմ։ Այսօր շատ հարաբերություններ միայն նայում են ասել մեկ կողմ։ Մինչև անգամ հասել են վիճակը, որ ասում են, որ Աստված 2000 տարի առաջ մեր փոխարեն զոհվեց, ինչ էլ որ անենք, պիտի ներվի, ոչ սիրելիս։ Եվ անդրադառնում եմ առաջի կետի հետևյալ մտքի վրա, որտեղ որ ամենակալ Տիրոջ խոսքը ինձ և քեզ հետևյալն ասում։ Եփեսուն ժողովրդին ասած, դուք չեք կարող Եհովային պաշտել, որովհետև նա սուրբ Աստված է, նա նախանձոտ Աստված է, ձեր հանցանքները ու մեղքերը չի ներում։ Եվ նայում եմ Մարգարեության առաջի գլխի 2-րդ համարում գրված հետևյալ տողը. նախանձոտ և վրեժխնդիր Աստված է Տերը, վրեժխնդիր է Տերը և պարկության Տեր, վրեժ առնող է Տեր իր ոսողներից, պարկություն պահող իր թշնամիների դեմ։ Քուրած չան, եղբայրներ չան, ուղղակի ուզում եմ հասնել, ով է հակառակորդ կամ ով է ոսող կամ ով է թշնամի։ Մենք միշտ այս մտքի տակ նայում ենք մեկին, հակառակորդին մարդկության։ Բայց ուղղակի կուզեի, որպեսզի ես և դու տեսնենք հետևյալը։ Ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, երբ որ մենք կարդում ենք հետևյալ միտքը, եղբայրը հիշեցրեց, որ Մատթեոս ավետարանի մեջ ամենակալ ասված ինչ է ասում ինձ և քեզ 6:24-ում, որ մարդը երկու Տիրոջ չի կարող ծառայել, մեկին կսիրի, մյուսին կատի։ Հնարավոր չէ երկուսին էլ սիրել։ Եվ այսօր ամենակալ Աստված ուզում է մեզ բերել հետևյալ կետին, երբ որ մենք ասել խոսքը չենք պահում, և Աստված չէ մեր ամեն մեկի սրտի սիրեցյալը, մենք թշնամի ենք ամենակալ Տիրոջ։ Սիրելի քույրս եղբայրս, ուղղակի ուզում եմ այս կետին ուշադրություն դարձնենք, ինչու համար ասում է դուք չեք կարող Եհովային պաշտել, որն է պատճառը։ Լավ, մենք միթե չենք պաշտում։ Այսօր երբ որ նայում ես հայ ազգը ամենն էլ կարծես թե պաշտում է։ Քույրս եղբայրս, ուղղակի ուզում եմ որպեսզի սա մենք տեսնենք։ Հովհաննես ավետարանի մեջ, երբ որ մենք կարդում ենք 3-րդ գլխի մեջ, ուշադրություն դարձրեք 16 համարը բոլորիս սիրելի համար է, որտեղ որ գրված եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց։ Բայց կարդում եմ 18 համարի մեջ հետևյալ միտքը. նրան հավատացողը չի դատապարտվել, իսկ չհավատացողը արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին որդու անունը։ Եվ սա է դատաստանը, որ լույսն եկավ աշխարհ, եւ մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան թե լույսը, որովհետև նրանց գործերը չարան։ Քուրեր չան, եղբայրներ չան։ Ուշադրություն դարձեք ինչ միտք է ասում Հովհաննեսը մեզ ամեն մեկից։ Լույսն եկավ աշխարհ, մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան թե լույսը։ Մարդը, երբ որ մեղանչում է, սկզբի պահին մեղքը հաճելի չէ։ Կամ այսօր շատ երիտասարդներ ուղղակի օրինակ գտան, որ ավելի պարզ են։ Երբ որ առաջի անգամ ծխել են, ծուխը իրոք հաճելի չէ, կամ առաջի անգամ խմել են, այդ դառը ջուրը հաճելի չէ, բայց հետագայում մարդը սովորում է և դառնում է իրեն հաճելի։ Քուրեր չեն, եղբայրներ չեն։ Այսօր ամենակալ Աստված ուզում է մեզ բերել հենց այդ մտքին։ Լինում է պարակայք, որ ասում են, որ մարդը մեկից մերժեց կամ այդ մարդիկ մեկից մերժեցին, որ սիրելիս։ Երեխային երբ որ հասնում ես պապային ես շատ սիրում թե մամային, պատասխանը մեկն է, կամ պապային կամ մամային։ Հիմա երբ որ ասում է պապային սիրում եմ, ինչ հարց հետևյալն է, մամային չի սիրում, որ սիրելիս։ Այսօր ամենամեծ խնդիրը սա է, որ մեր կյանքի մեջ կարծես թե մենք Աստծուն սիրում ենք, բայց միևնույն ժամանակահատված սիրելով աշխարհը ասում ենք մեկ վիճակի, որ մենք մերժում ենք ամենակալ Տիրոջ։ Եվ Աստծո խոսքն ասում է Մատթեոս 6:24-ը, որ մարդը երկու Տիրոջ չի կարող ծառայել։ Եթե սա քո մեջ արդեն իսկ ձևակերպված է միտքը, որ աշխարհի մեջ կյանք կա, եւ դու ցկտում ես այդ կյանքին, կգա ժամանակահատված, որ դու Աստծուն ամբողջովին կմերժես։ Հետաքրքիր մի հատ համար կա,
Գրված Առակաց 14-րդ գլխի 12-րդ համարում, ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Կար ճանապարհ ուղի է մարդուս առաջին, բայց նրա վերջը մահվան ճանապարհ։ Մենք հարց եմ տալիս, ամենաանմիտ անձնավորությունը իր ձեռքը վառած վառարանի մեջ կմտցնի։ Իհարկե ոչ։ Եվ այսօր ինչու համար մարդը գնում է այդ ճանապարհով, որովհետև մարդը հավատում է, որ այդ ճանապարհի մեջ կամ այդ վիճակի մեջ կյանք կա։ Երբ որ մենք կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, ուշադրություն դարձրեք ինչ է մեզ սովորեցնում ամենակալ Տիրոջ խոսքը։ Նայեք Երեմիայի մարգարեության 2-րդ գլխի մեջ երբ որ մենք կարդում ենք, ամենակալ Աստված ինձ եւ քեզ հետեւյալն է ասում։ Այսօր մարդիկ ինչու համար են այս վիճակին ցկտել։ Գրված է հետեւյալը 13-րդ համար, որովհետև իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն փորձեց։ Ինձ կենաց ջրաղբյուրը թողեցին, որ իրենց համար հորեր փորեն, ծաղծակ հորեր, որոնք չեն կարող ջուրեր պահել։ Հիմա հարց եմ տալիս, մարդը ինչու համար է այդ ծաղծակ հորը փորը։ Որովհետև այսօր մարդը հավատում է, որ կա աշխարհի մեջ կյանք։ Ոչ սիրելիս։ Պողոս առաքյալը Փիլիպպեցիս 1:21-ում հետևյալն էր ասում. ինձ համար կյանքը Քրիստոսը։ Այսօր ուրիշտեղ կյանք չկա։ Այսօր աշխարհի վրա մարդու ամենաերկար կյանքը 100 կամ 110 տարի։ Բայց ամենակալ Աստված իր որդին չուղարկեց այս կա ժամանակահատվածի համար։ Հովաննես ավետարան 10-րդ գլուխ 10 համարի մեջ գրված է. ես եկա որ դուք կյանք ունենաք եւ ավելի։ Որն է ավելի կյանքը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Ամենակալ Աստված ինչ որ անում է, ամենը մեզ համար։ Եթե սա մենք նայում ենք մեր կյանքի մեջ ինչպես որ հրատ եղբայրը շիծեց, նեղություն, տարություն, պրոբլեմ, ելի նորից մեր ամեն մեկի համար։ Եվ ես կուզեի, որպեսզի ես եւ դու այսօր կարողանանք սա տեսնել։ Ինքը ամենակալ Աստված ամեն բան անում է, որ մենք ժառանգենք հավիտենական կյանքը։ Եվ երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, Եսայի 42-ի 8 համարի մեջ գրված է. ես եմ Յովը, սա իմ անունը, եւ ես իմ փառքը ուրիշին չեմ տա։ Այսօր մենք այս փառքի տակ ինչ ենք հասկանում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Ուղղակի եմ, որպեսզի ես եւ դու սա տեսնենք։ Գործք առաքելոց 7-րդ գլուխ 55 համար, երբ որ մենք կարդում ենք այնտեղ Ստեփանոսի մասին է, երբ որ Ստեփանոսին քարտուղարում ենք գրված է, որ երկինքը բացվեց եւ ինքը տեսավ Աստծո փառքը, եւ որն է Աստծո փառքը, որտեղ Հիսուս Քրիստոս հորաչակում է։ Հռոմեացիս 3:23, երբ որ մենք կարդում ենք գրված հետեւյալ տողերը, բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքիցը զրկվեցան։ Որն է Աստծո փառքը։ Սիրելիս, այսօր Աստծո փառքը, որ դու երկնքում լինես, որ իրեն հետ ապրես։ Բայց այսօր մենք ուրիշ մեկ փառք ենք ընտրում եւ մենք ուրիշ փառք ենք ձգտում։ Հովաննես ավետարանի մեջ հիշում եք 5-րդ գլխի մեջ ամենակալ Աստված հետեւյալն է մեզ ամեն մեկիս ասում։ Կարդում եմ 5:40 համարից. եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։ Ինչու համար մարդը չի գալիս, որն է պատճառը։ Շարունակության մեջ գրված է. ես մարդկանցից փառք չեմ առնում, բայց ճանաչում եմ ձեզ, որ Աստծո սերը չունեք ձեր անձերում։ 44 համար։ Ինչպես կարող եք դուք հավատալ, որ իրարից փառք եք առնում, եւ այն փառքը, որ միայն Աստվածանից է, չեք որոնում։ Այսօր ես եւ դու հարց հետեւյալն է. ինչ ենք որոնում։ Աստծո փառքը։ Թե ժամանակավոր։ Շատ անգամ խոսվել է Եբրայեցիս 11-ի մեջ գրված 24 համարը խոսքը Մովսեսի մասին է։ Անձնավորություն, որ շատ խելացի, ամեն հնարավորություն ունեցող, բայց գրված էր հետևյալ տողեր, ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի չարչավել, քան թե միաժամանակ մեղքի զվարճություն ունենալ։ Սիրելի երիտասարդ, այսօր աշխարհի մեջ այդ զվարճությունը միաժամանակվա համար է, կար ժամանակահատվածի համար։ Այսօր հարցրեք մեծերին, տատիկներին, պապիկներին, իրենք էլ են ձեր տարիքին եղել, բայց հարց հետևյալն է, ինչպես անցավ կյանքը։ Շատ արագ։ Որից է մեկ ուրախություն ունած, եղբայրը որ հիշատակեց այդ ուրախության մասին, եթե այսօր Աստված ամեն մեկ խնդրանքի պատասխանը տա, 5 րոպե հետո մենք երջանիկ չենք։ Հիշում եք,
Տեր Հիսուս Քրիստոսը Հովանու ավետարան 16:24 համարում ինչ էր ասում. մինչև հիմա ոչինչ խնդրեցիք իմանով, խնդրեցեք և կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ է։ Իսկ ինչն է կատարյալ ուրախություն։ Այսօր Աստված բազում պատասխաններ է տվել մեզ ամեն մեկից։ Աստված ողորմություն արել մեր ամեն մեկի խնդրվածքին, բայց հարցս հետևյալն է. այդ ուրախությունը, որ մենք պատասխան արել ենք, ինչքան է տևել։ Կար ժամանակահատված։ Ուրեմն այսօր նպատակը հետևյալն է, որ դու հավիտյանս հավիտենից այդ ուրախության մեջ ապրես։ Այսօր ծրագիրը, որ դու իրեն փառքի մեջ ունես։ Բայց այսօր խոսքն ասում է, այն փառքը, որ իմ հոր մոտ է, սա չեք որոնում։ Սա է պատճառը։ Այսօր ամեն մեկ անձնավորություն ձգտում է իրեն յուրովի մտածելակերպով իրեն կյանքը երջանիկ անել։ Սիրելիս, երջանկությունը Քրիստոսի մեջ է։ Երբ է ի հայտ գալիս Աստծո նախանձավորությունը, երբ որ իր ստեղծագործությունը իրեն մերժում, ինքը երբեք իրեն փառքը մեկ ուրիշին չի տա։ Եվ ինքը ամեն բան արել է, որ իրեն փառքը պահի։ Եվ այսօր նորից եմ ասում, իրեն փառքը, որ դու ժառանգես հավիտենություն։ Եղբայրը հիշատակեց, որ երեխայի համար ծնող ամեն բան կանի։ Իսկ ամենակալ Աստված մեզ ամեն մեկիս համար ամեն բան արել է, որ ես և դու ժառանգենք հավիտենություն։ Ես շատ անգամ ես համարին եմ անդրադառնում, ուշադրություն դարձեք, Առակաց գրքի մեջ մի հատ հետաքրքիր համար կա։ Այսօր երբ որ մենք խոսում ենք կամ վկայում ենք մարդկանց, ինչ ենք ասում ենք Աստված քեզ սիրում է։ Աստված սիրում է մարդը։ Աստված մարդու համար իր որդին զոհեց, բայց հետաքրքիր համար կա 8-ից 10 համարի մեջ գրված է. ես ինձ սիրողներին կսիրեմ, ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ, ես ինձ սիրողներին կսիրեմ։ Հովանու 3:10 համար մենք կարդացինք, որ այնտեղ ասում է, որ լույսը ատեցի։ Հիմի հարց եմ տալիս։ Տեր Հիսուս Քրիստոս ասում է, ես ինձ սիրողներին եմ սիրում։ Իսկ եթե քո կյանքի մեջ այս վիճակն է, որ լույսը ատում ես, հարց եմ տալիս, քեզ կսիրի։ Այսօր մենք ունենք հետևյալ հոգեբանությունը, որը ինչ է, որ անենք Աստված սիրելու է։ Սիրելիս Աստված սիրել է մարդուն և մարդու համար իր որդին զոհել է։ Եվ այսօր էլ Աստված պատրաստ է այդ մեղավոր մարդուն, որ իրեն մերժել է, դարձիկը ապաշխարել և ընդունի։ Բայց եթե դու այսօր չես դարձի եկել և քեզ համար առաջնային Աստված չէ, ինչ ես մտածում, կսիրի։ Եթե սիրի, ինչի պիտի կորցրես։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկից, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Այսօր երբ որ մենք նայում ենք, ամենի սրտի մեջ կա իրոք կուրք։ Մեր եսը, մեր մարմնավոր ցկտումները, մեր փառքը, որից է մեկ անձնավորություն։ Երբ որ մենք կարդում ենք Լուկաս ավետարան 14-րդ գլուխ, այստեղ Տեր Հիսուս Քրիստոսը խոսում էր աշակերտության գնի վրայով։ Կարծես թե մի քիչ դժվարին է։ Նայեք ինչ ասում Տեր Հիսուս Քրիստոսը մեզ ամեն մեկից։ 14-րդ գլուխ 26-27 համար։ Եթե մեկը ինձ մոտ գա և չաթե իր հորը, մորը, կնոջը, որդիներին, եղբայրներին, քույրերին, հենց իր անձն է, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Եվ ով որ խաչը վեր չի առնում, իմ ետևից գա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Սիրելիս, այսօր ուղղակիզում եմ, որպեսզի դու տեսնես, թե քո սրտի մեջ ինչ կա։ Այսօր ամեն մեկ անձնավորություն գիտի իր սրտի մեջ ինչ կա։ Որից է մեկ մարդ քեզ կյան չի կարող տալ։ Ոչ որից է մեկ տղա, ոչ որից է մեկ աղջիկ, ոչ պաշտոն, ոչ գումար, կյանքը Քրիստոսի մեջ է։ Հովանու թղթերի մեջ, երբ որ մենք կարդում ենք 5-րդ գլխի 11-12 համարների մեջ, ինչ ասում ամենակալ Աստված Հովհաննեսի շուրթերով ինձ և քեզ գրված է, և սա է Աստծո վկայությունը, որ կյանքը որդու մեջ է։ Եվ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվավ մեզ, և այդ կյանքը նրա որդու մեջ է։ Ով որ որդուն ունի, կյանք ունի, և ով որ Աստծո որդուն չունի, կյանք չունի։ Այսօր քո կյանքը կախված է սրանից։ Ինչ չափով է քո մեջ Քրիստոս ձևակերպել։ Ինչ չափով հավատում ես, որ Իրանից դուրս կյանք չկա։ Սա համար քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանք լույս մտածեք այս մասին։
ամեն մեսերը ապրել ենք այդ ժամանակահատվածը, ունեցել ենք ձեր տարիքը, ամեն մեսեր ունեցել ենք երազանքներ, բայց երբ որ նայում ես այդ ամենը փոշիացել։ Կա ընդամենը մեկ բան, որ է Քրիստոս։ Եվ Հայտնության 21:7 համար երբ որ մենք կարդում ենք, այնտեղ գրված է. ով որ հաղթե, ամենը կժարենք։ Իսկ որն է ամենը։ Այսօր ինչ ունենամ, որ ամեն բան ունենամ։ Միայն Քրիստոս։ Բայց այսօր մեր ցկտումը Քրիստոսը չէ։ Մենք ցկտում ենք մեկ ուրիշ վիճակի։ Հիշում եք Հռոմեացիս առաջի գլուխ, երբ որ մենք կարդում ենք, այնտեղ ամենակալ Աստված հետևյալն է ասում մեզ ամեն մեկից։ Եվ ես կուզեի, որպեսզի լուրջ մտածենք այս մասին, կարդամ մեր բոլորի շինության համար։ Թող տա Հռոմեացիս առաջի գլխի մեջ հետևյալն է ասում Պողոս Առաքյալը։ 23-րդ համար։ Ասոր փառքը փոխեցին Երուսաղեմի մարտի, թռչունների, չորքոտանների, սողոների պատկերի նմանություն։ Այսօր մենք ասոր փառքը փոխել ենք։ Եվ մենք խորը մտածում ենք, թե այդ փոխված վիճակի մեջ կյանք կա, իհարկե կյանք չկա։ Թող Աստված ամեն մեկիս օգնական լինի, եւ ես կուզեի, որպեսզի այսօր մենք լուրջ խորենք այս մասին։ Ասոր բարգությունը կամ նախանցը գալիս է այն պահից, երբ որ դու երեսդ դասում ես ամենակալ Տիրոջից։ Ուղղակի կուզեի դու ինքդ քո վրա այդ վիճակը մի պահ բերեր կամ մտածեր։ Որից է մեկ անձնավորության, որ ամեն կերպ կողքինս կանքանցեղը ամենալավագույնս արել ես։ Եվ հանկած ինքը քեզ մերժի, հարց եմ տալիս, քո մեջ ինչ է կատարվել։ Այդ այսօր բարդ վիճակված լինի, գնաք ծերանոց, այնտեղ կտեսնեք մայրեր, հայրեր, որոնք որ իրենց զավակների համար ամեն բան արել են, այս այսօր մերժված են, եւ իրենք ծերանոցի մեջ են։ Սիրելիս Աստված ամեն բան արել է քեզ համար, եւ ամենաթանկը որդին զոհել է, եւ էլի ամենաառաջնայինը քեզ քո փրկության համար, բայց դու այսօր չես տեսնում որդու մեջ կյանք։ Ես շատ անգամ մտածում եմ ավազակներից մեկը, որն էր պատճառը, որ ապաշխարեց։ Ինչ դեր ունեցավ սկզբնական պարագայի մեջ, երբ որ մենք նայում ենք, այդ ավազակը հայոյում էր Աստծուն։ Ես մտածում եմ հետևյալ կերպ, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը խաչի վրա աղոթում եւ ասում էր հայր ներիր անկիտությամբ կենեն, այս պահից այս ավազակի սիրտը փոխվեց։ Եվ ինքն ընդունեց, որ ինքն իրական կյանքը եւ խոսքերը սա էր մեկնում եւ ասում. հայր Տեր, երբ որ կաս հորը տարկարությամբ ինձ է հիշի։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Ուղղակի խնդրանք սա, որ ես էլ դու միջև վերջ հավատարիմ մնա։ Եվ երկրորդը, որ պիտի խոսվի եղբայրների կողմից, ընդամենը մեկ կարճ միտք եմ ուզում ասել, երկրորդ միտքը, որտեղ որ Պողոս Առաքյալն ասում էր, որտեղ միտքս դրա չէ մեկ ուրիշ բան գտնել ձեր մեջ, միայն Հիսուս Քրիստոսին եւ այն էլ խաչված։ Ասոր նպատակը սա է։ Մեր մեջ տեսնել խաչված Քրիստոս։ Ավետիս եղբայրը բացատրեց խաչի մեկնությունը 103-րդ Սաղմոսի 11-12 համարները, երբ որ կարդաք, գրված է այնտեղ հետևյալը, որքան որ բարձր է երկինքը երկրից վրա, այնքան զորավոր է նրա կուտը իրենից վախեցողների վրա։ Որքան որ հեռու է արևելք արևմուտքից, այնքան հեռացրեց մեզանից մեր հանցանքները։ Սա է խաչի սիմվոլը։ Երկինք երկիր կապեց, արևելքից արևմուտք հեռացրեց։ Եվ ինք ուզում է մեր մեջ տեսնել այս կյանքը, այսինքն սուրբ կյանք։ Թող Տիրոջ անունը փառավորվի, կամ Տիրոջ առաջին խնդրենք ամենակալ Տիրոջը, ասում երբ որ աղոթքով։ Չիգարան փարթանք։ Ամրեն, շատ ամրեն։ Բաներ կուրել, ես ընդհանուր ծրագիրը մի հատ Էնադրեմ, որպեսի ձեր մոտ տպավորություն ունելի։ Դե բնաբանը կարդացել առաջի հարցը Աստծո նախանձավորություն ասելով ինչ ենք հասկանում, սա վերնագիրը նավումի 1-2 խոսք։ Առաջի կետը, որ խոսեց մեր պետիկ եղբայրը, երբ իր հայտ է գալիս Աստծո նախանձավորությունը Հեսու 24:19, մեկ եթե չլինի ինչ-որ մեկը
ավելի պատիվ տաս, մեկին ավելի պատիվ տաս, եղբայրները խոսեցին մանրամաս։ Եսայի 42:8, առաջի Թագորաց 2:29, եղբայրները խոսեն ինձ մասին։ Եկեք, չլինի ինչ-որ մեկը դառնա քոհենարանը, Երեմիա 17:5, երկրորդ մնացորդաց 16:7, երկրորդ մնացորդ 16:7, չլինի ինչ-որ մեկը դառնա քոհենարանը, և չորրորդ կետ, չլինի որ մեկը դառնա քո կյանքի ուրախությունը, չլինի որ մեկը դառնա քո կյանքի ուրախությունը, առաջի Հովհաննես 1:1-4, առաջի Հովհաննես 1:1-4, երրորդ Հովհաննես 4-րդ խոսք։ Երկրորդ կետ, Աստծո նախավորության նախանձավորության գործը մեղքի նկատմամբ ու սատանայի նկատմամբ։ Աստծո նախանձավորությունը մեղքի և սատանայի նկատմամբ, Հռոմեացիս 8:2-3, Աստծո նախանձավորության գործը մեղքի նկատմամբ ու սատանայի նկատմամբ։ Հռոմեացիս 8:2-3, Եբրայեցիս 2:14, առաջի Հովհաննես 3:8, առաջի Հովհաննես 3:8։ Ստեղ երկու կետեր կա, A կետ Քրիստոսի խաչելության խորհուրդն է, B կետ Քրիստոսի հետ ելի մենք խաչվեցինք, իսկ Մաքսին հարկի եղբայրները խոսեցին։ Երրորդ կետ, այդ կետերը կթելադրում են։ Երրորդ կետ, երբ է դադարում Աստծո նախանձավորությունը, երբ է դադարում Աստծո նախանձավորությունը, Ելից 12:13, Ելից 12:13, թվոց 25-ից 7-8 խոսքեր, թվոց 25-7-8 խոսքեր։ Էլի երկու կետեր կան, իսկ խոսում են տածում։ Սա ամբողջ ծրագիրն է, եղբայրներ քույրեր։ Ես լսելով եղբայրների խոսքը, Հեսուին, որ կարդում ենք Հեսուն ինչ ասում։ Ժողովուրդ, դուք չեք կարող Յովան պաշտել, ինչի չէին կարող պաշտել։ Նրանք Բաղամին էին պաշտում, Աստարոթին էին պաշտում, և դա հոժար ձևով էր գնում։ Ոչ թե ստիպված էին պաշտում, հոժար ձևով։ Դրա համար նրանք չէին կարող պաշտել Սուրբ ասում, Աստված Սուրբ է, և նախանձավոր է։ Եվ ինչի Աստված ասում է, ձեր հանցանքները մեղքերը չի ներում։ Եղբայրներ, ստեղ մի նրբություն կա, որ ես ուշադիր լսելով, ուզում եմ այդ նրբությունը ասել, որպեսզի դուք զանազանեք։ Ուրեմն սա է, ուշադիր լսեք։ Մարդը, որ մեղքի մեջ է, երկու պատճառ կա։ Պողոս Սարաքյանները ուզում էր բարին անել, չէր կարում, բայց ինքը մեղքը մերժած մարդ էր, Քրիստոսին ընտրած մարդ էր։ Կան երիտասարդներ, որ մեղքը չեն մերժել, նրանց մեղքերը չի ներկել, մեղքը սիրում են, մեղք սիրողին, ասում է աշխարհ սիրողը թշնամի է Աստծու, այդպես է գրված։ Գրված է։ Ով որ աչքի ցանկություն, մարմնի ցանկություն աշխարհը սիրում է, նա թշնամի է Աստծու, թշնամի մարդուն ներում չկա։ Այս մարդիկ, ովքեր որ աշխարհը սիրում են, մեղքը սիրում են, աշխարհի կյանքը սիրում են, նրանք ոչ կփրկվեն, ոչ իրաց մեղքերը կներվի։ Այս իբտի զանազան եք դու։ Իսկ ովքեր որ պայքարում են Պողոսի նման, ուզում են բարին անեն, չեն կարում, չեն հասկանում։ Ես մի հատ նրբություն կա ուզում եմ բացատրեմ, որպեսզի դուք ուշադիր լինեք եւ հոգեվոր կյանքի մեջ հասկանաք այդ նրբությունները։ Մի հատ տեղ եմ կարդում, ուշադիր լսեք։ Հռոմեացիս 7:12-ն եմ կարդում։ Ուրեմն օրենքը սուրբ է, բայց պատվիրանը սուրբ, արդար ու բարի։
Ինչի օրենքը միայն սուրբ է, այս պատվիրանը արդար ու բարի։ Եղբայրներ քույրեր, օրենքը սուրբ է, որովհետև նա սուրբ բաներ է պահանջում։ Ինչու է արդար և բարի, բացի սուրբից պատվիրանը։ Այսի շատ հոգիներ ուշադրություն չեն դարձել երևույթին։ Ինչու նա բարությունը նրա։ Պատվիրանը հին ուխտում եղբայրներ ուշադրես է։ Հին ուխտում մենք հասկանում ենք մարդի շնության մեջ որ բռնում են, դերը մեկի հետ ապրում է, շնության մեջ բռնի բերի։ Բայց Հիսուս տեսեք ինչ ասել։ Աչքով տեսար, սրտով ցանկացած արդեն շնություն արիր։ Կարող այդ մարդը հետ չխոսար, չշփվեր դու, չհասկանար դու, բայց սրտով ցանկանաս իր հետ լինել ու շնության մեջ ես արդեն։ Ավելի խորն ապացած։ Սա պատվիրանը, Մատթեոս 5:6 գրում է պատվիրանը։ Հին ուխտում ասում ագրայի տեղագրան, բայց նոր ուխտում դες չի գած։ Խփեներ ես մյուսը շուտուր, շապիկդ կուզեն վերարկուտ էլ դուր, մղոն կշեն գնայր կուզ, քոր չնամուն սիրիր, կես հալացոր մրաղոտ կարա, կես անարգու համար աղաչան կարա, սիր գուշ բան։ Մարդ կա, որ իրա մորը չի սիրում, հորը չի սիրում, աղբորը չի սիրում, վերջը հարսին չի սիրում, կեսուրին չի սիրում, ու թշնամի չեն էդ մարդի, այս չեն սիրում։ Որնա պատիրանի արդար ու բարի, նա արդարա Հիսուս մարդից էլ է պահանջել, որ օրենքը կատարի։ Որ նրանա բարություն։ Պողոսը չեն հասկանում, որ ինքը մարմնավոր է։ Պատվիրանը բացեց, որ ինքը մարմնավոր է։ Մեղքի տակ ծախված, մեղքը թագավորում է իր մեջ։ Այդ բարությունը միայն քեզի կարող անել պատվիրանը։ Այսօր շատերը պատվիրանը շպրտել են միայն։ Ես երիտասարդ ժամանակ կարդացի Մատթեոս 5:6, ասում եթե ես խոսքերով ես չապրեմ, ես երկին չեմ գնա։ Իմ թշնամուները պիտի սիրեմ, իմ հալածողները պիտի օրհնեմ, ես երեսեփ եմ ուսերես շուր տամ, դրանք սա արել են։ Աստծո շնորհքով մարդկում չեն, եղբայրներ կուր։ Երբ որ ուսեցա պատվիրանը վրաս հասնի, ուշադիրս է, պատվիրանը մինչև քո վրա չհասնի, երբ որ դու պատվիրանին ընդունում ես կյանք, այս խոսքերի մեջ ապրել կյանք, նա վրա է հասնում քեզ, եւ քո մեղքի բնությունը կենթանացնում է, որ դու տեսնես ինչպիսի մարդ ես։ Մեր մարդուն երբ որ ասածը հեշտ չի հասկանալ։ Պատվիրանը մարդի իսկական մեղքի բնությունը բացողը պատվիրանն է։ Այսօր պատվիրանը շատերը շփոթվել են վրա։ Դրա համար ոչ ապաշխարում են, ոչ էլ հոգևոր մարդ են դառնում։ Չեն կարող նրան։ Նրանք սիրում են մարմնավոր երևույթներ։ Եղբայրներ քույրեր։ Պողոս այրուն թափելուչար հակառակվել է մեղքի։ Սատանային հակառակես կփախնի քեզանից։ Սատանան քո ոտերի տակ կարակցի։ Ինչ տանջանք եղավ Հոբը, ինչ տանջանք։ Բայց վերջում սատանան ընկավ Հոբի ոտերի տակ։ Ընկավ թե չընկավ։ Ընկավ։ Մեր վերեժախբեր լավ խոսք ունի ասել։ Եդեմական է դրախտի պարտեզում սատանան կուն տվեց Ադամին Եվային, բայց Հոբ այդ ահավոր տառապանքի մեջ սատանան ընկավ նրա ոտերի տակ, սատանան ընկնի քո ոտերի տակ, սա հեշտ է, բայց մեղքը քո ոտերի տակ չի ընկնի, դա սարսափելի բան է,
դա վիշապ բնությունը։ Բացեց, իրան ով բացեց, որ ինքը մարմնավոր է։ Ով բացեց Պողոսին, որ ինքը մարմնավոր է։ Պատվիրանը բացեց։ Եվ նա հասկացավ, որ նա մեջ մի գրամ բարի բան չկա։ Ինքը մարմնավոր մարդը, մարմնավոր է թշնամի Աստծուն։ Ստեղ նստած բոլորս թշնամի եք Աստծուն։ Մի լավ բան չեն կարանի, որ ուսենք անելը չեն կարա։ Մեր մեջ հավատն անում։ Դրա համար ասում են, նայեք ձեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Եղբայրը լավ բացատրեց մեր եղբայրը, որ Հիսուսը դու զենաս խաչվես, որ քո մեջ միայն ապրի Հիսուս, միայն ապրի Հիսուս, նա քայլի քո մեջ, նա երևա քո մեջ, նա թագավորի քո մեջ, հավիտյան թագավորի, ասեն, փառք ես Հիսուս, փառք տվեք նրան, արժանի է, հավիտյան փառք տան քիչ է, հավիտյան փառավորեն քիչ է, եղբայրներ քուրեր, նրա նմանը չկա այս աշխարհում։ Ինչ ես երկրորդ կետն եմ ուզում բացատրել, ինձ թվում է հասկացաք, չէ, եղբայրներ քուրեր, որ ովքեր սիրում են մեղքի կյանքը, նրանք թշնամի են Աստծուն։ Եթե ես սիրում եմ մեղքի կյանքը, սիրում ես աշխարհի կյանքը, աչքի ցանկություն անում, ես թշնամի եմ Աստծուն։ Թշնամի մարդուն ներել կարելի։ Դրա համար Հեսուն ասեց, ես իմ տունը Աստծուն եմ, բայց դու ում եք պաշտում։ Դու Աստված, նախանձոտ Աստվածը ձեր մեղքերի համար ձեզ պատժելու է, եթե չապաշխարեք։ Ովքեր որ մեղքը սիրում են, մեղքի կյանքը, աշխարհի կյանքը սիրում են, մեղքի կյանքը սիրում են, նրանց մեղքերը չի ներվելու, ինչքան ուզում աղոթեն։ Սուտ աղոթք, եղբայրը խոսած, ներսով պիտի դառնաս Աստծուն, ներսով նվիրվես Աստծուն, ներսով սիրես ու պատիվ տաս Աստծուն, քո սրտում։ Աստված իր խոսքերի մասին ինչ ասում։ Իմ բոլոր անունից վեր էր իմ խոսքը։ Վեր է իր խոսքը։ Աշխարհում միակ ճշմարտություն կա, դա Աստված է իր խոսքը։ Իրանից բարձր չկա այս աշխարհ, ոչ Աստծո խոսքի կողմ դնող։ Այս երկիրը կառավարում Աստծո խոսքով, ստեղծվել Աստծո խոսքով եւ կառավարում Աստծո խոսքը, մեզ կառավարում է իր խոսքը։ Մենք որ քնում ենք, մենք չգիտենք ոնց ենք քնում։ Մեզ անուշքուն տվող ինքն է։ Այսօր շատեր անուշքուն չունեն, տառապում են մեղքի ձեռը։ Մարդի հոգին խաղաղ հանգիստ է Աստծո հետ ապրելով։ Ես դրա համար մեր երեխաներին, երիտասարդներին սովորացնում եմ միշտ։ Անիկա իրեն հարողներին կյանքի ծառը զին բռնողները երջանիկ կլան։ Երջանկությունը պագոների մեջ չի, երկելու մեջ չի, ամուսանալու մեջ չի, չգիտեմ տեզրական դիտողությունելով մեջ չի, երջանկությունը Քրիստոսին ամուր բռնես քո սրտում, ապրիրա քո սրտում, փառավորվի քո սրտում, նա լինի քո միակ ուրախություն ես աշխարհում։ Ասենք փառքիս, Հիսուս ջան, դու եկել ես իմ հոգու մեջ, իր հոգով մեր մեջն է, դրանից մեծ ուրախություն ես ուզում, նայա քո մեջ, ինչով ես ուրախանում, քո մազերի դիրքով, քո փշանգորությամբ, քո շրջապատով ես հիանում, դրանք երջանկություն չեն, դրանք լրիվ անիմաստ բաներ են, եղբայրներ քույրեր։ Դրա համար ես նախանձավորությունը կուզեմ մեր խոսել երկրորդ կետը Աստծո նախանձավորությունը գործը մեղքի նկատմամբ եւ սատանայի նկատմամբ ուշադրես հետ։ Աստված տեսավ որ մարդը մեղքի մեջ մեռավ։
Մեռած է չմեռած։ Բոլոր մարդիկ մեղքի մեջ մեռած են, մենք բոլորս։ Եզեկիել 16 գլխում ասում է, ես քո կողքով անցա, քեզ ապրես, քեզ արյու մեջ կողքված տեսա, քեզ ապրես։ Մարդը չէր կարա մտածի մեղքից ազատվելու մասին։ Այդպես մի չունի։ Հələ գնացեք տեսեք աշխարհի որ մարդն է մտածում մեղքից ազատվել։ Ոչ մեկը չի մտածում։ Ոչ մեկը։ Ուրախանան, երկեն, թռնեն, բարեն, ինչ զմանեն։ Նրանք մեղքի մասին չեն մտածում։ Եթե ես ու դու էլ չենք մտածում, որ մեղքից պետք է ազատվել։ Ինչի համար ազատվել։ Հիսուսը տեսավ, որ մարդը մեռած է մեղքի մեջ։ Մեռած մարդին պետք է կենդանացնի։ Անգամ Հիսուսը որպեսզի քարոզ աներ, նայեք ինչ ա գրած։ Կարողա կարդացել եք, անցել եք, բայց ես ցույց տամ այդտեղը։ Մի փոքր նայեք ուշադիր։ Սաբուհոնի երկայր նեփթամի երկիր, սովուր ճամորդանանդի կողմ, հետանոսած գալը, խավարի մեջ նստան ժողովուրդը, մեծ լույս տեսավ, լույսը ծագեցավ անասրան վարոն երկի մեջ էին, կնստեին, անդի այդ է Հիսուս կսեց կարոզել։ Մինչև լույսը չծագեց նրանց վրա, մինչև նրանց չկենդանացրեց, անձամբ Հիսուսը չկարոզեց նրանց։ Երևաց Մատթեոս 14 գլուխ 15, 16, 17 համար։ Իղբաներ կրեր։ Մեզ կենդանացրին։ Նրա նախանձավորությունը։ Ուշադիրս է, հետաքրքիր է։ Ես թեման խոսալուց Սուրբ Հոգին բացեց մի կարևոր միտք։ Ասեց մարդը այդքան նախանձավորություն չունի մեղքին հաղթելու, ուժեր չունի, կարողություն չունի։ Մեղքի մեջ մեռած է մարդը։ Նա դարամարդ, որ մեղքին դատապարտի խաչի նմարտի, աշխարհը խաչի, մեզ էլ աշխարհը նրա համար։ Մեղքի նկատմամբ մինչև թող գնաց Հիսուս։ Հայրը թողեց իրան։ Նա գրում էր կրակելը չի տառապանք անգամ, մեղքի վարձքը կրակել իջնա։ Նա սաստի կոչում արցունքով աղոտ կերանում։ Նրա նախանձավորություն էր, որ մեղքին հաղթի, մահվան հաղթի, սատանային հաղթի, որը գերի ընդարձել դու քեզ։ Նրա պատերազմը սատանի դեմ էր, նրա պատերազմը հիվարդի դեմ էր։ Գրած է գրքի մեջ, եղբայրներ Հռոմեացիս 8-րդ գլխում կարդում ենք այդ համարը, թե ոնց դատապարտեց մեղքը։ Քրիստոս որ կյանքի հոգին օրենքս ինձ ազատեց մեղքի մահուին, անձին այն որ անկարել օրենք են, որտեղ տկար եմ անում, Աստված իր որդին խրկեց մեղանչական մարմնանությամբ, մեղքի համար դատապարտեց մեղքը այն մարմնի մեջ։ Նրա նախանձավորությունն էր, որ մարդը չէր կարող մեղքին հաղթել, ասեց ես եմ հաղթելու, հորից բաժանելու, մարդացել եմ, որ ձեզ փրկեմ, ձեր կյանքը լինեմ, ես եմ փրկությունը, ես եմ ձեր սրբությունը, ես եմ ձեր արդարությունը, փարթվեք ինձ։ Միան չի կարող փարթվեք դրան շներ,